Աստանան հետաքրքրված է թրիփով եւ պատրաստ է աջակցել Երևան-Բաքու հարաբերություններին։ Փաշինյանը Ղազախստանում է։ Հայը ադրբեջանցու համար թշնամի սկսած դպրոցից։ Հայտնի են ովքեր են Երևանից մեկնել Բաքու եւ ինչու։ Սովորել այսօրվա լավ ապրելու բանաձևը, երեկվա մոդելը հնացած է։ Քաղբանտարկյալների հարցը իշխանություն ընդդիմություն բանավեճի առարկա։ Սննդի փորձաքննության համար բյուջեում տող չկա, լաբորատոր ստուգումը տնտեսվարողի հաշվին։ Դպրոց բուհ կապը ամուր չէ, ինչ է պետք անել աշակերտին ճիշտ կողմնորոշելու համար։ Հրազդանի կիրճի շուրջ կրկին աղմուկ է, արձագանք քաղաքապետարանից։ Բարի երեկո արգել հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարդյանն է աշխատում։ Հակահայ քարոզը Ադրբեջանում մեծերի ուղեղից փոքրերին է փոխանցվում։ Այժմ անթաքույց անգամ դպրոցներում են հային թշնամի կարգում ու թատրոններ բեմադրում եւ այս ամենը խաղաղատենչի դերի մեջ։ Այս պայմաններում Հայաստանի քաղաքացիական ներկայացուցիչները Բաքու են մեկնում ադրբեջանցիների հետ քննարկելու երկու երկրի հասարակություններին հուզող հարցերը։ Ադրբեջանցի իշխանական պատգամավորների այս դուետն այն համոզմունքն ունի, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հարցը նկատի ունեն ինքնիշխան Հայաստանը, չէին կարող օրակարգ բերել Արցախյան հակամարտության տարիներին։ Մալահաթ Իբրահիմգիզին պնդել է, այսպես գուցե բարդանար Ղարաբաղի հարցի լուծումը, իսկ նրա զինակից Բաբա Օղլու պարոնը, թե հիմա սա արդեն իրենց ռազմավարական խնդիրներից է, հատուկ տեղ է գրավում Ադրբեջանի հասարակաքաղաքական քննարկումներում։ Ահա թե որն է ադրբեջանցիների պատկերացրած հարևանությունը, խաղաղությունը։ Ադրբեջանը շարունակում է այն քաղաքականությունը, որը փաստացի իրականացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարիների ընթացքում, այսինքն միջազգային հանրության աչքում իմիտացրել է խաղաղությանը միտված գործընթաց, բայց իրականում գետնի վրա քարոզել է ատելություն, քարոզել է հայատյացություն եւ շարունակել ռազմականացումը, որի հետևանքը եղավ 2020 թվականի ագրեսիան Արցախի դեմ։ Արևմտյան Ադրբեջան անունը ստացած զավթողական կոնցեպտը շարունակում են քարոզել, դադար չեն վերցնում, չափաբաժինը չեն քչացնում, ընդգծում է փորձագետը եւ շեշտում այս ամենը հայերի հետ խաղաղություն նախակնքելուց նույնիսկ 3 ամիս հետո, թեպետ Ալիևը Ամերիկայի նախագահ Թրամփի առջև երթում տվեց, թե նախ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հետո խոստանում հարգել մեր քաղաքական միասնությունը, ու այս ամենը հեռուստաքարոզով չի սկսվում ու ավարտվում։ Կոնկրետ 2020 թվականից հետո նաև տեղի ունեցած կրթական փոփոխություններով դպրոցական դասագրքեր, բուհական դասագրքեր եւ այլն քարոզում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա ճակերտավոր պատմական ադրբեջանական հողը, որը իբրև ապօրինի իրենցից խլվել է, իրենք դա հետ պետք է վերադարձնեն, այսինքն ամբողջությամբ կեղքի ստի վրա հիմնված զավթողական կոնցեպտ է, որը այդ երկրում պրոպագանդվում է նաև կրթական մակարդակով։ Սերունդը կրթվում է այն մտայնությամբ, որ իմ, ձեր եւ մեր բոլորիս պետությունը դա իրենց պատմական հողն է։ Համացանցում օրերս տարածվեցին այս կադրերը մի սովորական պահ ադրբեջանական դասապրոցեսից։ Եթե այդպես է սերունդը կրթվում, ապա ինչպես հնարավոր է խոսել խաղաղության մասին։ Իհարկե խոսում էին Հայաստանի հանդեպ տարածքային հավակնությունների մասին, Երևանի, Սյունիքի, Սևանի, դրա հետ կապված բազմաթիվ տեքստեր կան, բայց որ իրենք հանդգնեն Հայաստանի ողջ տարածքը ներկայացնեն որպես իրենց պատմական հող ու դա մտցնեն դպրոցական դասագրքեր, դա տեղի ունեցել 22 թվականից հետո, մասնավորապես 23 եւ 24 թվականներին, այսինքն վերջին 2 տարում այդ առումով քարոզչությունը եւ դրան սպասարկող գործողությունները շատ ակտիվ ու շատ վտանգավոր են դարձել։ Ճիշտ 1 ամիս առաջ այսօրն ի դեպ ադրբեջանցի փորձագետները, նրանց թվում կեղծ էկոակտիվիստ Դիլարա Էֆենդիևան, ով ակտիվ մասնակցում էր Արցախի մեր հայրենակիցների շրջափակմանը, Երևանում էին հանդիպելու մեր քաղաքասարակությանը։ Այսօր Հայաստանից են մասնագետները մեկնել Բաքու, իբրև պատասխան այց, կլոր սեղան քննարկման են մասնակցելու եւ սրա համար մեր պետական բյուջեից շուրջ 18 միլիոն դրամ է կառավարությունը հատկացրել, ասում են այսպես հասարակությունների միջև վստահության եւ դրա կառուցման մեխանիզմներ կձևավորվեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ղազախստանում է, Հայաստանի գործադիրի ղեկավարն ու Ղազախստանի նախագահը անդրադարձել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներմուծմանը եւ հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական։ Այդ առումով Փաշինյանն ու Տոկաևը կարևորել են TRIP-ը եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի կենսագործումը։ Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ երկիրը հետաքրքրված է նաեւ մասնակցելու TRIP միջազգային նախագծին։ Իդեպ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել նաեւ Մեսրոբ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողություն։ Ինչպես գիտեք, հիմնական եւ սկզբունքային հարցերը Վաշինգտոնի հռչակագրի արդյունքներով որոշված են, համաձայնեցված են եւ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց համար իրենց կապուղիները բացում են ներքին, այսինքն Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Հայաստան, երկկողմ հաղորդակցության եւ միջազգային հաղորդակցության համար Ղազախստանը հետաքրքրված է մասնակցելու TRIP միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղու նախագծին։ Այդ ռազմավարական միջանցքների կապը Կասպից ծովի միջազգային տրանսպորտային երթուղու եւ հյուսիս-հարավ միջանցքի հետ համապատասխանում է երկու երկրների շահերին։ ԵԱԿ Մինսկի խումբը իր գործունեությունը պաշտոնապես կավարտի դեկտեմբերի 1-ին կազմակերպությունը հայտնել է, որ գործընթացը մեկնարկել է դեռ 2025-ի սեպտեմբերի 1-ին նախարարների խորհրդի որոշմամբ։ Այդ օրվանից սկսած Մինսկի գործընթացի շրջանակներում եւ պրոցեսի հետ կապ ունեցող կառույցներում իրականացվող բոլոր գործողությունները կդադարեցվեն, նշել են ԵԱՀԿ-ից։ Հայաստանում հաշվում են այն օգուտներն ու վնասները, որոնք ունենում ենք հարկային վարչարարության արդյունքում։ Ֆինանսների նախարարը անդրադառնալով տնտեսության վայրի վերումներին, շինարարության աճին ու գյուղոլորտի հետընթացին, հիշել է խորհրդային տարիները, երբ կրթություն չստացած քաղաքացին կարող էր մի ոսկե ձկնիկ բռնել ու հարստանալ, իսկ այսօր ասում է լավ ապրելու միակ երաշխիքը լավ կրթությունն է։ Հարկային ու ֆինանսական մարմինները դարձի են եկել ու արձանագրել, որ հարկային դրույքաչափերի բարձրացումը եւ ընդհանրապես հարկային փոփոխությունները ստրես են առաջացնում տնտեսվարողների մոտ, մեծ դժգոհությունների ալիք բերում։ Հիմա վարչարար ֆինանսիստները որոշել են փողը թողնել տնտեսվարողների մոտ, որ տնտեսությունը շնչի։ Բոլոր հարկային փոփոխությունները ազգային ժողովին եւ հանրության քննարկմանն ենք ներկայացնելու մի փաթեթով, մի անգամ տարվա մեջ եւ մեր ծախսային քաղաքականությունները քննարկելու ենք եկամուտների քաղաքականության հետ զուգորդված։ Երկրում գործազրկության մակարդակը 12% է, ինչ է անհրաժեշտ այդ ցուցանիշը նվազեցնելու համար։ Ֆինանսների նախարարը խորհրդային տարիներ է հիշեց։ Ասում այն ժամանակ աշխատելը շատերի համար կարևոր նախապայման չէր, հատկապես լավ կրթություն չունեցողները շուտ հարստանում էին։ Հիմա նախարարն ասում է, պետք է հանրությանը խրախուսել, որ աշխատելը լավ բան է։ Մյուս կողմից կա նաև կարողությունների ճեղք եւ սա պետքա լրացնենք կրթությամբ։ Օրինակ, անցած տարի որոշեցինք, որ այն մարդիկ, ովքեր ունեն պարտքեր եւ դրա պատճառով սերծուցակներում են, իրենց օգնենք վերադառնալ աշխատաշուկա։ Հայաստանի տնտեսությունն էլ աճի ցուցանիշները արձանագրում հիմնականում ոչ արտահանելի ոլորտների հաշվին։ Տարվա սկզբում զբոսաշրջության հոսքերը ավելի քիչ էին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարվա ընթացքում մայիսից սկսած մինչև հոկտեմբեր ցուցանիշը աճեց։ Սա էլ իր հերթին բերեց սպառման աճին։ Միայն զբոսաշրջիկությունը չի, օրինակ շինարարությունը շատ երկար տարիներ է աճում, ամեն կանխատեսում էինք, որ կարող է արդեն քիչ-քիչ սկսի նվազել, բայց այդքան էլ չի նվազում։ Այսինքն կա տարբեր գործոններ, բայց հիմնականում աճը գալիս է թե շինարարությունից, եթե նայում ենք սեկտորներով, եւ նաեւ ծառայություններից։ 2000-ականներին շինարարության ցուցանիշները եւս բարձր էին։ Այն ժամանակ էլ ոլորտը տնտեսության վրա ազդեցություն ունեցավ։ Հետագայում սակայն արձանագրվեց մեծ անկում։ Սա այն ոլորտն է, որը չի կարող բարձրացնել արտադրողականության բազան։ Հիմա որ նայում ենք ընդհանուր մասնաբաժինների մեջ, մեր ցուցան կտեսնեք, իր մասնաբաժինը ընդհանուր աճի ազդեցության մեջ այդքան մեծ չի։ Հանքարդյունաբերությունը, որ մշտապես ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, հիմա տնտեսագետի ավելի пассив է։ Գյուղ ոլորտը եւս լավորեր չի ապրում։ Փոքրինչ արձանագրվել է աճ, բայց ըստ մասնագետների քիչ է, հարկավոր է բարձրացնել։ Այստեղ խնդիրներ կան։ Սակայն գյուղատնտեսության արտահանման ցուցանիշներն ըստ տնտեսագետ Մանուկյանի այդքան էլ վատ չեն։ Բայց ընդհանուր կան շատ խնդիրներ կառուցվածքային, որ գյուղատնտեսությունը պիտի շտկվի։ Օրինակ կառավարությունը ունեցել է ծրագրեր արժան վարկեր տրամադրելու
բայց այդքան էլ դա չի օգնել։ Կարող է մի որոշ չափով որոշ մասային օգնել, բայց ընդհանուր երբ որ մեծ թիվը նայում են գյուղատնտեսության, այդտեղում այդքան չի կարողանում դա բերի վեր, այսինքն բարձրացնի։ Տնտեսական ցուցանիշները 2022-ի համեմատ էլ բարձր չեն։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված այդ տարին Հայաստանը փակեց 12.6%-ով։ Հետո ցուցանիշը աստիճանաբար նվազեց։ Այս տարի այն 5.2% կլինի։ Եկող տարի կանխատեսվում է 4.7%։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Քաղբանտարկյալների հարցը իշխանություն ընդդիմություն բանավեճի առարկա։ Սննդի փորձաքննության համար բյուջեում տող չկա, լաբորատոր ստուգումը տնտեսվարողի հաշվին։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Խորհրդարանի ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն առաջարկում է ազգային ժողովի հայտարարությունը ընդունել հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին։ Հարցը քննարկել են պետաիրավականի նիստում։ Նախագիծը զեկուցող պատգամավոր Էլինար Վարդանյանը պնդել է, թե այսպես ազգային ժողովը կարձանագրի մեր երկրի ժողովրդավարական հետընթացը, մասնավորապես խոսքի, խղճի, հավաքների ազատությունների ոտնահարման դեպքերը։ Պատգամավորը օրինակներ է ներկայացրել սրբազան պայքարից մինչև ընդդիմադիր համայնքապետերի վերջին ձերբակալություններ։ Իշխանականներն էլ հետաքրքրվել են 3 էջից բաղկացած նախագիծը, ինչու միայն 2 տող հիմնավորում ունի։ Սա դառնում է իզուր լրացուցիչ բեռ, լսումների կազմակերպման նպատակով գալիս են նման նախագծեր։ Այո, կարող էինք տասնյակ էջերով հիմնավորումներ ներկայացնել, բայց ամեն ինչ այնքան ակնհայտ է եւ ամեն ինչ այնքան տեսանելի է բոլորի համար, այդ թվում նաեւ վստահ եմ ձեր եւ հանրության մնացած ներկայացների, որ լրացուցիչ հիմնավորման մեջ անդրադառնալ 40 կալանքի տակ գտնվողներից յուրաքանչյուրի գործին եւ յուրաքանչյուրի պարագայում հիմնավորել, որ 19:00 բանաձևով նրանք հանդիսանում են քաղբանտարկյալ, կարծում եմ տեղին չէր լինի։ 2025-ին 34 միլիոն, 24-ին 40 միլիոն դրամ սրանքային գումարներն են, որոնք պետությունը տրամադրել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին մեր երկիր ներմուծող ապրանքների լաբորատոր փորձաքննության համար։ Մինչդեռ 2026-ի բյուջեում փող չկա ստուգումների համար։ Մասնավորը իր գրպանից պետք է վճարի ու պարզի, որքան է իր բերած ապրանքը համապատասխանում մեր երկրի ստանդարտներին։ Այստեղ հարց է առաջանում, կարելի է արդյոք հասարակության առողջության հարցը թողնել տնտեսվարողի խղճին։ 2026 թվականի պետբյուջեի բացատրագրի հավելվածի 4-րդ աղյուսակում սննդի լաբորատոր փորձաքննության համար հաշիվը ամբողջությամբ զրոյացվել է։ Այնինչ 2024 թվականին տրամադրվել է 40.6 միլիոն դրամ, 2025 թվականին 34 միլիոն դրամ։ Մատնանշելով ձեռքի տակ եղած փաստաթուղթը տնտեսագետն ասում է, նախորդ տարիներին էլ տրամադրած գումարը չնչին է եղել։ Այնինչ երկար տարիներ լինելով սննդի անվտանգության տեսչական մարմնի հասարակական խորհրդի անդամ, պնդում է սննդի վերահսկողությունը պետության ամենակարևոր ֆունկցիաներից է։ Առաջինը մարդու առողջության համար։ Ըստ սննդի անվտանգության տեսչական մարմնի ներմուծումների ներկրումների ընթացքում պետությունը ըստ կարգի տնտեսվարող սուբյեկտին ուղղորդում է լիցենզավորված լաբորատորիաներ լաբորատոր փորձաքննության ենթարկվելու։ Ինչ վերաբերում է ներմուծվող սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության ժամանակ իրականացվող լաբորատոր փորձաքննություններին, ապա դա իրականացվում է ռիսկայնության հիման վրա։ Եվ Հայաստան ներմուծող սննդամթերքի նկատմամբ հսկողությունը անպայման կատարվում է։ Նմուշարումը լաբորատոր փորձաքննությունը անպայման լինում են, իսկ ներմուծող սննդամթերքի նմուշարումը անում են ապրանքը տնօրինողի ընտրած հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչները եւ լաբորատոր փորձաքննության համար էլ վճարում է տնտեսավարողը։ Դա սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքի 16-րդ հոդվածն է։ Տնտեսագետի խոսքով պետականորեն եթե գումար չի տրամադրում վերահսկող կառույցին, ապա դա թողնում է տնտեսվարողի խղճին, քանի որ մեծ ծավալների գումարներ պիտի ծախսի։ Նրա պնդմամբ տնտեսվարողին էլ ձեռնտու չէ, որ որևէ սննդի կամ սննդային հավելումների հետ կապված անհամապատասխանությունների հայտ գան, քանի որ շատ դեպքերում ապրանքներ կան ծախսատար են։ Մի կողմ դնենք, տնտեսվարող սուբյեկտին լրացուցիչ ծանրաբեռնելը ֆինանսական միջոցներով, մի կողմ դնենք կոռուպցիոն ռիսկերը, բայց արդյոք պետությունը ունենում է բարձրագույն հավաստիացման
աստիճան, տնտեսվարող եւ իր կողմից լիցենզավորված լաբորատորիաների համագործակցությունը պետական ֆունկցիան շատ ավելի, այսպես արժանահավատ դարձնելու։ Օրինակ դեղորայքը երբ գալիս է առանց փորձաքննության, ապա այն ազդեցություն չի ունենում առողջության վրա, ինչպես որ նշված է, նույնն էլ սննդի դեպքում։ Ըստ ոլորտի փորձագետների, եթե արտերկրում ապրանքը ստուգվել է ու համապատասխանում է տվյալ երկրի չափորոշիչներին, ապա այստեղ էլ պետք է անցնի համապատասխան փորձաքննության։ Օրինակ են բերում մանկական սննդի դեպքում, որը բացառապես ներկրվում է արտերկրից։ Օրինակ մանկական կաթի փոշի, ինչը հաշված 1 կամ 2 տեղական կազմակերպությունների, եթե ներկրվելուց լաբորատոր փորձաքննության չանցնի, ինչպես են հասկանալու դա կփոխարինի մայրական կաթին, թե ոչ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Երևանի քաղաքապետարանը Չինաստանից 45 նոր տրոլեյբուս է գնել, յուրաքանչյուր մեքենայի արժեքը 96 միլիոն դրամ է, պայմանագրի ընդհանուր գինը մոտ 4.3 միլիարդ դրամ։ Ըստ պայմանագրի տրոլեյբուսները պետք է տեղավորեն առնվազն 85 մարդ, դրանք պետք է հագեցած լինեն ծալովի թեքահարթակներով, անվասայլակներով մարդկանց համար։ Քաղաքապետարանում ավելի վաղ հայտարարել էին, որ տրոլեյբուսների նոր խմբաքանակը կփոխարինի 30 լիազ մակնիշի տրոլեյբուսներին, որոնք շահագործում են արդեն շուրջ 20 տարի։ Պայմանագիր ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում անմատակարարման ժամկետը սահմանված, հետևաբար դա կլինի առաջի կիսամյակի ընթացքում։ Իհարկե վարչությունը ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս գործընթացը արագացնի եւ հնարավորինս շուտ մատակարարվի, բայց ցաներ ուժ մատակարարից կախված այս պահին առավելագույնը 6 ամիս է սահմանված, դրա համար այդ ժամկետն ենք սահմանում։ Լրատվական երեկոն շարունակվում է եւս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներանց։ Դպրոց-բուհ կապը ամուր չէ, ինչ է պետք անել աշակերտին ճիշտ կողմնորոշելու համար։ Հրազդանի կիրճի շուրջ կրկին աղմուկ է, արձագանք քաղաքապետարանից։ Մեդիա աշխարհ ինչպես կանցնեն շաբաթն ու կիրակին, ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Google-ը քննարկում է Հայաստանի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները, իսկ Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան, հայտնում են Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունից։ Դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20-ին հանդիպումներ է ունեցել ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Սան Ֆրանցիսկոյում նա այցելել է Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպել է կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի հետ, քննարկել գործակցության հնարավորությունները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունները։ Մեդիա փորձագետի խոսքով Հայաստանն այս խոշոր ընկերություններին առաջարկելու շատ բան ունի։ Նրա դիտարկմամբ տարածաշրջանում միակ երկիրն ենք, որը զբաղվում է միկրոսխեմաների նախագծում մշակումով։ Առաջի կարևոր կետը նա, որ մեր մոտ ստեղծվելու է այդ AI Cloud-ը, AI Cloud գործարանը, որը Firebird-ն է, որը շատ խոստումնալից է ու հետաքրքիր է, որ մեր տարածաշրջանում առաջին այդպիսի կլաստերն է լինելու, այսինքն կարողանալու են տարբեր ընկերություններ, բիզնեսներ օգտագործել Հայաստանում ստեղծվելիք այդ Nvidia-ի, չգիտեմ, Firebird-ի եւ այլնի համագործակցությամբ ստեղծվելիք հնարավորություններ իրանց մշակումներն անելու համար։ Եվ Google-ը եւ Apple-ը երկուսն էլ հիմա կարիք ունեն, որպեսզի իրենց օգտատերերին ամբողջ աշխարհում հնարավորինս կարողանան լավ հասանելի մատուցեն նաև AI ծառայություններ։ Այդ կոնտեքստում եմ ես տեսնում այս հետաքրքրությունը։ Դպրոցի ծրագիրը համապատասխանեցնել բուհին, թե բարձրագույն կրթությունը հանրակրթականին։ Ոլորտի փորձագետները միակարծիք են, որ դպրոց-բուհ կապը ամուր չէ, բայց տարակարծիք են, թե ինչպես շտկել բաց թողումը, որ բարձր դասարանի աշակերտն արդեն կողմնորոշված լինի մասնագիտական կրթության հարցում։ Կարծիքները լսել է Սվետլանա Ավդիշյանը։ Լրջագույն ռեֆորմներ են պետք ավագ դպրոցների նախազանգում են մասնագետները։ Ասում են դպրոց-բուհ համագործակցությունը ուժեղացնելու կարիք կա։ Ավելի պարզ ասած, համալսարանական կրթությունը փոխելու հորդորեն հնչեցնում, որպեսզի այսուհետև երեխան բուհ ընդունվելուց առաջ կոնկրետ մասնագիտության գծով պրակտիկա անցնի։ Եթե մենք ուզում ենք տաղուն անցում լինի դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն, մի քիչ ավելի պետք է մանրացնել։ Ոչ թե ընտրել օրինակ հումանիտար եւ միայն լեզուները, այլ շատ կոնկրետ անալ, օրինակ
սոցիոլոգիա ընտրել, կամ եթե նա հետո հոգեբանություն է ընտրելու, հոգեբանության հիմունքներ սկսի ուսումնասիրել դպրոցի ավագ դասարաններում։ Հայաստանում կրթական համակարգն ըստ փորձագետների այնպիսին է, որ դպրոցի վերջին 3 դասարաններում շատ աշակերտներ պարզապես ժամանակ ու ռեսուրսներ են պատնում։ Դիմում են կրկնուսույցի, 1-2 առարկա են պարապում, իսկ մնացածները աչքաթող են անում։ Մեր ավագ դպրոցների ծրագիրը իսկապես իրականությունից կտրված է, շատ բան գնում է անիմաստ կրկնության եւ շատ տեսական ճանապարհով, հիշողություն եւ այլն։ Իհարկե շատ ավելի գործնական պիտի լինի ամեն ինչ, բայց ամենակարևոր խնդիրներից մեկը ավագ դպրոցում դա ստեղծագործական աշխատանքներն են։ Արվեստի դերը պետք է շատ ավելի բարձր լինի, քան հիմա է։ Կրթական համակարգը պետք է դպրոցականին պատրաստի բուհական համակարգի համար, ասում է մասնագետը հավելում։ Աշակերտը մինչև բու հասնելը պիտի իր ոլորտին վերաբերող պրակտիկաներ կամավորական աշխատանքներ անցնի, ինչը սակայն անհնարին կդառնա գյուղական դպրոցների դեպքում։ Այդպիսի փորձ նաև Հայաստանում կա։ Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը Շահինյանի անվան ֆիզմատ-թեկումա դպրոցը, որտեղ միաժամանակ դասավանդում են համալսարանից դասախոսներ, ապահովում են ըստ էության շարունակությունը։ Այստեղ մի հատ բաց կողմ կա, որովհետև դա կարող է վերաբերվել միայն մեծ դպրոցներին։ Իսկ այդպիսի դպրոցները Հայաստանում ընդամենը 1/3-ն է, ոչ ավելը, քան 30%-ը։ Մնացած բոլոր դպրոցները փոքր դպրոցներ են եւ այդ տեսքով կազմակերպելու ուսուցումը շատ դժվար կլինի։ Մյուս կողմից Արա Աթայանը պնդում է, դպրոցը չպետք է սահմանափակվի նեղ մասնագիտացմամբ, քանի որ երեխայի հետաքրքրությունները այդ տարիքում դեռ լիովին ձևավորված չեն։ Երեխան դեռ չգիտի իրեն ինչ է պետք։ Եվ դպրոցի խնդիրը մարդու զարգացումը նեղ ճանապարհով ուղարկելը չի։ Դա բուհի ընդ որում, եթե համասարանական իդեա վերցնենք, նույնիսկ ոչ բակալավրիատի, այլ մագիստրատուրայի խնդիրն է։ Տալ նեղ մասնագիտություն ուղղորդված գիտելիք։ Իսկ դպրոցի խնդիրն է հնարավորինս ներդաշնակ եւ ամբողջական մարդ ձևավորելն է, որը կարող է դեռ կյանքում շատ բան փոխել։ Կրթության ոլորտի մասնագետները համոզված են, ավագ դպրոցը արդեն չի բավարարում ժամանակի պահանջներին։ Ակնհայտ է, որ համակարգը հրատապ վերանայման կարիք ունի։ Հակառակ դեպքում արդեն իսկ առաջացած կրթական ճգնաժամը մեր երկրում ավելի խոր արմատներ կգցի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Համացանցում կրկին աղմուկ է, քանդում են Հրազդանի կիրճը, քաղաքապետարանից արձագանքում են ոչ թե քանդում, այլ նորոգում են կիրճին հարակից ստորգետնյա անցումը։ Օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգության դեպքի վայրը հնարավոր է սկզբից խախտված է եղել, այսինքն փորձագետները չեն ֆիքսել դեպքի իրական պատկերը։ Այսպիսի կարծիք են հայտնել Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորների ներկայացուցիչները։ Նիստի ընթացքում հարցաքննվել է փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական ու հրդեհատեխնիկական բաժնի պետ Դավիթ Մելքումյանը։ Նա հայտնել է, որ դեպքի օրը եկել է Ազատ գյուղ, եղել կացարանում, սակայն ճշգրիտ ժամ չի կարողացել նշել։ Նրա խոսքով գյուղ հասնելու պահին զինվորների դիերն արդեն տեղափոխված են եղել, իսկ հրդեհը մարված։ Այդ ընթացքում իսկապես հնարավոր է տեղի ունեցած լինել որոշակի աղավաղում։ Մելքումյանը նաև ընդգծել է, որ դեպքի վայրից վերցված նմուշներում պայթուցիկ նյութի որևէ հետք չի հայտնաբերվել եւ պայթյունի բնորոշ նշաններ չեն արձանագրվել։ Տավուշի հաշվառման քննական բաժնի պետը 1 տասնյակից ավելի անձանցից ստացել է շուրջ 5.8 միլիոն դրամ կաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Տավուշի հաշվառման քննական բաժնում կոռուպցիոն սխեմա։ Նախաքննության պարզվել է, որ բաժնի նախկին պետը եւ նրա գործընկերը տարբեր քաղաքացիներից ստացել են 200-ից 550 հազար դրամ վարորդական վկայականի համար ձևական, տեսական ու գործնական քննություններ կազմակերպելու նպատակով։ Պաշտոնատար անձինք քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցներով տվել են ճիշտ պատասխանները, իսկ օբյեկտիվության տեսք ստեղծելու համար մի շարք քաղաքացիների սկզբում տվել են բացասական գնահատականներ, հետո օրենքի խախտմամբ ընդունել երկրորդ քննություն։ Մեղադրանքներ են ներկայացվել բաժնի պետին, նրա գործընկերոջը եւ նրանց օժանդակած ու կաշառք տված 20 անձի։ Այսօր վաղ առավոտյան ժամը 6:30-ի սահմաններում Սիս գյուղի տարածքում տեղի ունեցել ողբերգական դեպք։ 25 տոննա դիզլ վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է Opel Magnish-ի ավտոմեքենային։ Դեպքի վայրում ավտոմեքենան դուրս է թռել ճանապարհից եւ հայտնվել դաշտում։ Փրկարար ծառայության եւ պարեկային ոստիկանության ուժերը դեպքի վայրում հայտնաբերել են Opel-ի վարորդի մարմինը մեքենայից դուրս։ Փաստի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես
ինչպես է էքսկավատորը հողային աշխատանքներ իրականացնում Հրազդանի կիրճում։ Օգտատերը հայտարարել է, որ քանդում են Հրազդանի կիրճի բազալ տեսությունները։ Լրատվամիջոցներից մեկին, սակայն քաղաքապետարանից հայտնել են, որ վերանորոգվում է կիրճին հարակից ստորգետնյա անցումը եւ այն մաքրվում է աղբից։ Վստահեցրել են, որ որևէ ժայռի քանդման աշխատանք չի կատարվում։ Հայաստանում փոխվում են ինտերնետ ծառայությունների մատուցման կանոնները։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նոր կարգավորումներ, որոնք պարտադիր են բոլոր օպերատորների համար։ Դրանցով պահանջվում է, որ բաժանորդային պայմանագրերում հստակ նշվեն ինտերնետի որակի հիմնական չափանիշները, արագության ճշգրիտ նկարագրությունից մինչև միացման ու ակտիվացման ժամկետները։ Հստակեցվում է նաև օպերատորի պատասխանատվությունը այն դեպքերում, երբ ինտերնետի որակը նվազում է կամ ծառայությունն ընդհատվում է բաժանորդից անկախ պատճառներով։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին, ինչ ջերմաստիճան սպասել շաբաթ-կիրակի, կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհն է Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն լիարժեք արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 13-ից 17, Լոռիում 19-ից 22, Տավուշում 20-ից 24 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 15-ից 17, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 20-ից 24, Սյունիքի նախալեռներում 17-ից 20 աստիճան։ Երևանում շաբաթն ու կիրակին կանցնեն առանց ստեղումների, արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 14-ից 16, երեկոյան 7-ից 9 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր և բարի հանգստյան օրեր եմ մաղթում բոլորիս։